Ողջ այդ սարքը ղեկավարում է փոքր էկրանը։ Տեսեք 99 աստիճան Ցելսիուս ջրի ջերմաստիճանն է։ Ժամն է, այս է 75, այսինքն մինչև 50-ը 100 լիտրն է, ջուրը լիցքավորվել, 50-ից վերև 100, 200-ն է։ Փորձեմ լիցքավորեմ։ Տիկին Ծովինարը ներկայացնում է այլընտրանքային էներգիայի նոր աղբյուրը, որը հնարավորություն է տվել տանը մշտական տաք ջուր ունենալ, չօգտագործելով դրա համար ոչ գազ, ոչ էլեկտրաէներգիա։ Ճապոնական արտադրության այս սարքավորումն աշխատում է միայն արևի լույսով։ Արևային ջրատաքացուցիչը միացնելուց հետո մի քանի րոպեում ջուրը եռման ջերմաստիճանի է հասնում։ Ընդ որում ջուրը տաքանում է ոչ միայն տաք ու արևոտ, այլև ցուրտ եղանակներին։ Բավական է միայն, որ մոտ ամպեր կուտակված չլինեն։ Մնացած դեպքերում մշտական տաք ջուրն ապահովված է։ Մենք այս պահին ապրում ենք եվրոպական ձևով։ Օրը 2-3 անգամ կարող ենք լողանալ, աման ինչ անում եմ, լրիվ եռացրած ջուրը։ Սկզբից ես մի քիչ մտավախություն ունեի, կարող է իրան չարտարացնի, բայց հոյակապ բան է։ Համարյա ամեն օր ջուրը եռում է։ Օրը 2 անգամ բաղնիկում ջուրը, տաք ջուրը ստիպված թափում եմ, սառն եմ լիցքավորում։ Տիկին Ծովինարն ուրախությամբ նշում է, որ վերջին 2 ամսում թե գազի եւ թե էլեկտրաէներգիայի մեծ խնայողություն է արել։ Մանավանդ վերջին ամիսների թանկացումներից հետո արևային էներգիան ընտանեկան բյուջեին զգալի օգուտ է տվել։ Ամբողջ ամիսը դες էներգիան ինչքան է թանկացել, չէ՞։ Այդ օգտագործել եմ, ես զարմանում եմ, ասի կարող է շատ բան լինի, ընդամենը 3800 դրամ, որ հեռուստացույցը կա, ամեն ինչ կա։ Սառնարան բան, լրիվ ամեն րոպե միացրած, այդքան քիչ էներգիա ենք ծախսել։ Գազը 3 խորանարդ։ Մի ամսում 3 խորանարդ գազ ենք ծախսել։ Մինչ գազի եւ էլեկտրաէներգիայի գներն աճում են, նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս օգտագործել բնական ռեսուրսները եւ զարգացնել էներգիայի այլընտրանքային աղբյուրները, մանավանդ որ Հայաստանի բնակլիմայական պայմանները նպաստավոր են արևային էներգիա ստանալու համար։ Արևային ջրատաքացուցիչների համար տեղադրող կազմակերպությունը 20 տարվա երաշխիք է տվել։ Նատալիա Ուսյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։